Եվ այսպես ուշադրություն կարևոր տեղեկատվություն վերջերս համացանցում տարածվեց հետևյալը, որ հայ ժողովուրդը ավելի շատ զոհ տվեց ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ գումարված ռուսական կողմից կռվող հայերի և ուկրաինական կողմից կռվող հայերի թիվը, քան Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի ժամանակ, այսինքն հայկական հողի համար ավելի քիչ զոհ է տվել հայ ազգը, քան ինչ-որ ռուս-ուկրաինական հակամարտություն, որը ոչ մենք ենք սկսել և ոչ էլ մեզ է վերաբերվում, ուղղակի այն պատճառով, որ հայերը ապրել են թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում, այնտեղի քաղաքացիներ են եղել և այդպես պետք է գնային ու կռվեին։ Սա ցավալի փաստ է, իհարկե, մեր ազգի համար նաև ամոթալի, բայց ոչ մեկին մեղադրելու չի, ովքեր որ ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, Հայաստանը դեռևս այն պետությունը չի դարձել, որ գրկաբաց կարողանա ընդունել իր ազգակիցներին տարբեր պետություններից, նույնիսկ Եվրոպայից ու Ամերիկայից, այսինքն մենք այդ պետությունը չենք դարձել։ Մինչև Հայաստանը չտա հնարավորություն այդ մարդկանց Հայաստանում ապրելու, աշխատելու և լավ ապրելու, այլ ոչ թե ուղղակի գոյատևելու, այդ մարդիկ ոչ Ռուսաստանից, ոչ Եվրոպայից, ոչ էլ հատկապես Ամերիկայից չեն վերադառնալու Հայաստանի Հանրապետություն։ Ցավոք սրտի մենք տվել ենք հազարավոր զոհեր ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ։ Հիմա մարդիկ կան, որ կասեն դրանք ազգությամբ են հայեր, բայց իրանք ռուսական հողում են ապրում, բա ինչ պետք է անեին, բա պետք է կռվեին։ Վատ այնա, որ մենք մեր սեփական ազգից քիչանում ենք, առանց այդ էլ քիչ ազգենք և գնալով քչանում ենք, և ցանկացած հայի կորուստ, անկախ նրանից այդ հայը որտեղ է բնակվում, հայ ժողովրդի համար ցավալի է, և մենք իսկապես ցավում ենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ այդքան հազարավոր հայեր են զոհվել, անհետ կորել, և իհարկե այդ իսկ պատճառով մեզ համար ևս նպաստալի է, որ այդ հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորվի։ Եթե Թրամփի նման նախագահ ավելի շուտ լիներ, ապա ավելի հնարավոր կլիներ այդ ամեն ինչը ավարտել 3 տարի չի կարող այսօրվա աշխարհում լինել պատերազմ, որովհետև 3 տարի գերհզոր ժամանակակից զենքեր են, հիմա ամեն մի կրակոցով կարող ես մի քանի քաղաք ոչնչացնել, ու պատկերացրեք տարիներով այդպես քաղաքներ են ոչնչացվել, բացի զինվորներից մահացել են անմեղ մարդիկ, նաև հարձակում տեղի ունեցավ Կուրսկի ուղղությամբ և այդ ընթացքում մենք տեղեկացնում էինք այնտեղի բնակվող հայերի մասին, այնտեղ իհարկե կային հազարավոր հայեր, որոնց անվտանգությունը ևս վտանգի տակ էր դրված։ Միացյալ Նահանգները նաև ողջունել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը և ասել էր, որ շուտափույթ պետք է այն ստորագրվի։ Սա ասել էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը Էմանուել Մակրոնը, և մի շարք այլ կարևոր գերտերությունների ղեկավարություններ ողջունել էին սա և խոսել սրա մասին, դիմելով Հայաստանին և Ադրբեջանին։ Սրանից մի քանի ժամեր անց Ադրբեջանը սկսում է պարբերաբար տարածել տեղեկատվություններ, թե հայկական կողմը իբր թե սահմանին կրակոցներ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, բայց նման բան տեղի չի ունենում, հայկական կողմը մտադրություն չի ունեցել կրակելու և չի էլ կրակել, սրանք կեղծ օրակարգ են, որոնցով ադրբեջանցիները փորձում են հակամարտություն ստեղծել սահմանի որևէ կետում։ Եվ այսպես ուշադրություն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բացառիկ հնարավորության մասին խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Աշխարհի մի շարք պետություններ ողջունել են այս համաձայնագիրը, այսպիսով շնորհավորելով Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության հասնելու կապակցությամբ։ Իրականում թե որտեղ են իրենք տեսնում այդ խաղաղության հասնելու հնարավորությունը, մենք չենք հասկանում։ Ինչքան Ռուսաստանը Ուկրաինայի հետ կլինի խաղաղ, այնքան Հայաստանը Ադրբեջանի հետ կլինի խաղաղ։ Այստեղ խնդիրը ոչ թե Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի միջև է, այստեղ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության միջև է, քանի որ Հայաստանում փոխվել է ղեկավարություն և Հայաստանը ըստ էության որոշակի ժողովրդավարություն է ձեռք բերել, Ադրբեջանը շարունակում է մնալ բռնապետական պետություն և բռնապետերի հետ ստորագրած ոչ մի բան հավաստի չի կարող լինել,
ինչը որ բարդացնում է վիճակը։ Այսինքն մենք վաղը ստորագրենք, եվրոպացի դիտորդները լքեն Հայաստանը, մյուս օրը Ադրբեջանը կրակի, այդ խաղաղության պայմանագիրը կդառնա ուղղակի մի թղթի կտոր, որը կարելի է շպրտել մի կողմ եւ վերադառնալ նախկին կյանքին, այսինքն հակամարտության շարունակությանը։ Մեզ պետք են երաշխիքներ եւ այդ երաշխիքը կարա միայն տա Ադրբեջանի ղեկավարությունը, նախ առաջին հերթին ազատ արձակելով բոլոր ռազմագերիներին, երկրորդ հերթին դուրս գալ ջերմուկի ուղղությամբ իրենց կողմից օկուպացված տարածքներից, գոնե երկու առաջնահերթ քայլեր իրանք պետք է անեն, որպեսզի ձևավորվի այդ փոխադարձ որոշակի գոնե 1%-անոց վստահությունը։ Եվ այդ ոնց է ստացվում, որ Հայաստանը պետք է եվրոպական դատարանից հետ քաշի ընդդեմ Ադրբեջանի բողոքները, Ադրբեջանը հայ գերիներին շարունակելու է ստորացուցիչ դատավարության մասնակիցը դարձնել, նրանց կյանքին եւ առողջությանը լրջորեն վնասներ հասցնել եւ որպես հայ նրանց ոչնչացնել։ Հայաստանի ժողովուրդը չի վստահում Ալիևի ղեկավարությանը եւ բնականաբար դա այդպես էլ պետքա լիներ։ Հետևաբար, ինչի համար ենք մենք կնքում խաղաղության պայմանագիր, այդ պայմանագրի կետերից դրդված գնում որոշակի զիջումների, որ այդ խաղաղությունը տեղի չի ունենալու իրականում գետնի վրա, այսինքն ռեալ կյանքում մարդիկ տեսնեն, որ սահմաններին խաղաղ է, Ադրբեջանը դուրս է եկել օկուպացված տարածքներից, հայ ռազմագերիները վերադարձել են հայրենիք, Արցախի ժողովուրդը ունի հնարավորություն վերադառնալու եւ ապրելու իր տներում, թող վերադառնան, ապրեն Ադրբեջանի կազմում, բայց ունենան լիարժեք իրավունքներ, ինչպես այսօր հայ ժողովուրդը ապրում է Վրաստանի կազմում, Ջավախքում, ոչ մեկ նրանց դրա համար ոչ սպառնում է, ոչ սպանում է, ոչ էլ կտանքների է ենթարկում։ Եվ դա նրանից է, որ մենք վրացի ժողովրդի հետ ունենք նորմալ հարաբերություններ, Վրաստանի կառավարության հետ ունենք նորմալ լավ հարաբերություններ, իսկ Ալիևի հետ ունենք թշնամական հարաբերություններ։ Եվ զարմանալին նա էր, որ այս խոսակցություններից ժամեր անց Եվրոպայի առաջնորդները եւ նաեւ նրանց արտգործնախարարությունները տարածում են հայտարարություններ շնորհավորելով այս առիթով։ Եվ հաջորդ զարմանքը այն էր, որ եթե վերջնական կետերը համաձայնության են բերվել, այսինքն կա խաղաղության պայմանագրի փաստաթուղթը, ապա ինչի դա չի ստորագրվում։ Հայաստանը համաձայն է, Ադրբեջանը համաձայն է, բայց դա չի ստորագրվել եւ չի ասվում, թե դա կստորագրվի օրինակ հաջորդ շաբաթ կամ մեկ ամսվա ընթացքում, որևէ մեկը չգիտի, թե դա երբ է ստորագրվելու։ Եվրոպացի դիտորդների վերաբերյալ վերջերս նրանց Հայաստանում գտնվելու ժամկետը եւս 2 տարով երկարաձգ